Ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում բնության և մարդու վրա։ Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, անգամ բաղկացուցիչներից մեկի աննշան փոփոխությունը հանգեցնում է մյուսների փոփոխությանը։ Դա է պատճառը, որ մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ տեղի են ունենում այլ փոփոխություններ, հալչում են հնավաժական սառույցները, բարձրանում է համաշխարհային օվկիանոսի մակարդակը, տարեցտարի ավելանում է եղանակային այնպիսի ծայրահեղ դրսևորումների քանակը, հզորությունն ու հաճախականությունը, ինչպիսիք են ջերմային ալիքները, փոթորիկները, հորդառատ անձրևները, հեղեղումներն ու երաշները։ Նոր վտանգավոր վարակիչ հիվանդություններ և նոր վնասատուներ են հայտնաբերվում այն վայրերում, որտեղ նախկինում չեն եղել։ Կլիմայի փոփոխության հետևանքները վտանգավոր են բուսական և կենդանական աշխարհի, մարդու առողջության և անգամ կյանքի համար, և հսկայական տնտեսական վնաս են հասցնում։ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի 6-րդ զեկույցը փաստում է, որ կլիմայի փոփոխությունն ապագայում կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր հետևանքների, թե բնության և թե մարդու համար։ Գիտնականները եզրակացրել են, որ ջերմաստիճանի յուրաքանչյուր տասնորդական աստիճանով բարձրացման հետ մեկտեղ ազդեցություններն ուժեղանում են, իսկ ռիսկերը մեծանում։ Ահա թե ինչու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այս զեկույցն անվանեց կարմիր ծածկագիր մարդկության համար, բայց մյուս կողմից ջերմաստիճանի յուրաքանչյուր մեկ տասնորդականով աճի կանխարգելումը կարող է վճռորոշ լինել ապագա վնասի չափը սահմանափակելու համար։ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի կողմից գնահատված ջերմաստիճանի բարձրացման հետ կապված աճող ռիսկերը ցույց են տալիս, որ նույնիսկ գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1,5 աստիճան Ցելսիուսով սահմանափակելը չի կարող ապահովել անվտանգության անհրաժեշտ մակարդակը։ Տաքացման այս մակարդակի դեպքում կանխատեսվում է, որ աշխարհի 4 տարածքներում 950 միլիոն մարդ կզգա ջերային սթրես և անապատացման հետևանքներ, իսկ հեղեղներից տուժած բնակչության մասնաբաժինը աշխարհում կաճի 24%-ով։ Ներկայիս կլիմայի փոփոխությունն էականորեն կնվազեցնի գյուղատնտեսության արտադրողականությունը, կսահմանափակի քաղցրահամ ջրի հասանելիությունը, կավելացնի երաշտի, ջերմային ալիքների և արևադարձային ցիկլոնների ուժգնությունը և կվերափոխի ափամերձ միջավայրն այնպիսի արագությամբ և մասշտաբով, որը կարող է հանգեցնել հասարակության ապակայունացնող արձագանքների։ ՀՕԿ-ը հաստատել է, որ կլիմայի փոփոխության 4 հիմնական ցուցանիշ՝ ջերմոցային գազերի պարունակությունը մթնոլորտում, ծովի մակարդակի բարձրացումը, օվկիանոսի ջերմաստիճանը և թթվայնացումը, նոր ռեկորդ է սահմանել 2023 թվականին։ Սա հստակ ցույց է տալիս, որ մարդկային գործունեությունը կտրուկ և երկարատև հետևանքներ ունեցող համամոլորակային մասշտաբի փոփոխություններ է առաջացնում ցամաքում, օվկիանոսում և մթնոլորտում։ Եթե մենք գործուն քայլեր չձեռնարկենք ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար, կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց վրա կարող է մինչև 21-րդ դարի վերջին անդառնալի հետևանքներ ունենալ։ Անցյալում կլիմայական փոփոխությունների ծայրահեղ դրսևորումների նկատմամբ բնակչության արձագանքի ուսումնասիրումը կարող է պատկերացում տալ կարևոր լուծումների վերաբերյալ, որոնք կարող են օգնել դիմակայել կլիմայի փոփոխությանն այսօր և ապագայում։ Մարդկությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի կլիմայի փոփոխության հետևանքով հասցված վնասները նվազեցնելու համար, զարգացնելով ներկայիս կլիմայական ճգնաժամին դիմակայելու կարողությունը։ Առկա ազդեցությունների և կանխատեսվող ռիսկերի գնահատումը ցույց է տալիս, որ կլիմայի փոփոխության նկատմամբ համաշխարհային մակարդակով կայուն զարգացման գործողություններն այսօր ավելի հրատապ են, քան երբևէ։ Ձեռնարկի այս մասում քննարկված յուրաքանչյուր թեմայի համար ներկայացված են իրագործելի և արդյունավետ հարմարվողականության միջոցառումներ։ Դրանք ներառում են գործողություններ, որոնք կարող են նվազեցնել մարդկանց համար ռիսկերը, օրինակ քաղաքային և գյուղական բնակավայրերի և ենթակառուցվածքների նախագծման ժամանակ կլիմայի փոփոխության առկա և կանխատեսվող ազդեցությունների և ռիսկերի դիտարկումը։ Դրանք նաև ներառում են միջոցառումներ, որոնք կարող են օգնել պաշտպանել կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը, հաշվի առնելով կլիմայի փոփոխության նկատմամբ դրանց խոցելիությունն ու դերը հարմարվողականության և մեղման գործընթացներում։ Չնայած կլիմայի փոփոխությունն ազդում է բոլորիս վրա, դրա ազդեցությունն առավել սուր է արտահայտվում աղքատ և խոցելի երկրներում։ Գիտնականները նշում են, որ այսօր 3,3-ից 3,6 միլիարդ մարդ ապրում են կլիմայի ազդեցության նկատմամբ խիստ խոցելի երկրներում, հիմնականում Արկտիկայի, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներում, զարգացող փոքր կղզի պետություններում, ինչպես նաև Հարավային Ասիայում և Աֆրիկայի Սահարա անապատին կից շրջանների մեծ մասում։ Օրինակ 2010-ից 2020 թվականների փոթորիկների, հեղեղների և երաշտի հետևանքով մահացությունը 15 անգամ ավելի բարձր է եղել կլիմայի փոփոխության նկատմամբ բարձր խոցելիություն ունեցող երկրներում, քան ցածր խոցելիություն ունեցող բազմաթիվ երկրներում։ Գիտնականները նշում են, որ վերջին 50 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում ավելացել են եղանակային ծայրահեղ դրսևորումները։ Նորություններով անընդհատ հաղորդում են տարերային նոր աղետների մասին՝ Ֆիլիպիններում ավերիչ փոթորիկ, Ավստրալիայում աննախադեպ երաշտ, Եվրոպայում սաստիկ հեղեղներ կամ երկարատև ջերմային ալիքների երաշտի պատճառով անտառային հրդեհներ Կանադայում, Հունաստանում և Հավային կղզիներում վերջին 100-ամյակում առաջին անգամ ձյան տեղումներ Եգիպտոսի Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում, հեղեղներ այնպիսի վայրերում, որտեղ երբեք չեն դիտվել, օրինակ Արաբական թերակղզու
ցուրտային կլիմա ունեցող երկրներում։ Եղանակի այս բոլոր քմահաճույքները գիտականորեն անվանում են եղանակային անոմալիաներ, երբ եղանակային անոմալիաները սպառնում են մարդկանց առողջությանը, կյանքին և տնտեսական գործունեությանը։ Դրանք անվանում են հիդրոօդերևութաբանական կամ եղանակային վտանգավոր երևույթներ։ Եղանակային անոմալիան տվյալ տարածաշրջանին բնորոշ սեզոնային, ամսական կամ օրվա եղանակային պայմանների շեղումն է։ Բնորոշ ասելով հասկանում ենք նախկինում ինչ-որ տևական ժամանակահատվածում, հիմնականում բազիսային համարվող 1961-ից 1990 թվականների ընթացքում, եղանակի միջին ռեժիմը տվյալ տարածաշրջանի համար։ Եղանակային վտանգավոր երևույթները եղանակային պայմանների հետ կապված բնական գործընթացներ կամ երևույթներ են, որոնք առաջանում են մթնոլորտում, ցամաքում կամ օվկիանոսում և իրենց ուժգնությամբ, տարածվածությամբ ու տևողությամբ կարող են կործանարար լինել մարդկանց, կենդանիների և բույսերի համար, ինչպես նաև մեծ վնաս հասցնել ենթակառուցվածքներին ու տնտեսությանը։ Եղանակային վտանգավոր երևույթներ են տևական շոգը կամ սաստիկ ցուրտը, շատ ուժեղ քամի, մրրիկը, արևադարձային փոթորիկ, թայֆունը, ավազե փոթորիկը, տեղատարապ անձրևը, աննախադեպ կրտահարությունը, առատ ձյունը, պտղահողմը կամ տորնադոն, հեղեղը, երաշտը, ձնահյուսը, սելավը, խորշակը և այլն։ Տևական անձրևը 12-ից 48 ժամվա ընթացքում 70 մմ-ից ոչ պակաս հեղուկ մթնոլորտային տեղումներն են, որոնք կարող են առաջացնել գետերի հորդորացումներ և ջրածածկումներ։ Լինում են տեղատարապ, կարճատև, բայց մեծ ուժգնությամբ մթնոլորտային տեղումներ, սովորաբար անձրևի կամ ձյան տեսքով, որոնց քանակը 30 մմ և ավելի է մինչև 1 ժամվա ընթացքում։ Կարկուտը մթնոլորտային պինդ տեղումների խիտ սառցամասնիկների տեսքով է 5 մմ-ից մինչև 15 մմ տրամագծով։ Կարկուտը սովորաբար տեղում է տարվա տաք ժամանակաշրջանում և հաճախ ուղեկցվում է տեղատարափով կամ ամպրոպով։ Ամպրոպը մթնոլորտային երևույթ է, որը դրսևորվում է ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող էլեկտրական պարպումների, կայծակի և որորտի ձևով։ Այն առաջանում է հզոր կույտաանձրևային ամպերի ձևավորման արդյունքում և ուղեկցվում է ուժեղ քամիներով, հորդառատ անձրևներով կամ կարկուտով։ Մերկրածառույցը խիտ սառցե շերտ է, որը ձևավորվում է երկրի մակերևույթի վրա անձրևի կամ մառախուղի կերպ պաղած կաթիլների սառցակալման արդյունքում։ Ուժեղ քամիները առաջանում են օդի հորիզոնական շարժում երկրի մակերևույթի նկատմամբ 14 մետր/վայրկյանից ավելի արագությամբ։ Փոթորիկը ավելի ուժգնությամբ և զգալի երկարատևությամբ քամին է, որի արագությունը գերազանցում է 32 մետր/վայրկյանումը։ Մրրիկը 20 մետր/վայրկյանից ավել արագությամբ երկարատև շատ ուժեղ քամի, որը առաջացնում է ուժեղ ալեկոծություններ ծովում և ավերածություններ ցամաքում։ Պտղահողմը մթնոլորտային գոյացություններ են՝ ուղղահայաց կամ թեք առանցքի շուրջ օդի պտտողական շարժումով։ Մրրկասյունը կամ տորնադոն երկրի մակերևույթին հպվող ավելի ուժգնությամբ մեծածավալ մթնոլորտային պտղահողմն է՝ մոտ 1000 մետր տրամագծով։ Օդի պտտման արագությունը կարող է հասնել 100 մետր/վայրկյանի, սովորաբար ուղեկցվում է ամպրոպով։ Ուժեղ ձյունատեղումը երկարատև ուժգին ձյունաթափ, որը նվազեցնում է տեսանելիությունը և դժվարացնում կամ խափանում է փոխադրամիջոցների երթևեկությունը։ Տեղումների քանակը 20 մմ և ավելի մինչև 12 ժամվա ընթացքում։ Ուժեղ ձնաբուքը ուժեղ քամու միջոցով ձյան տարածում երկրի մակերևույթին հնարավոր է տեղացող ձյան հետ միասին։ Այս երևույթը նվազեցնում է տեսանելիությունը և խափանում հաղորդակցուղիները 12 ժամ և ավելի տևողությամբ, 15 մետր/վայրկյանում և ավելի քամու արագության և 500 մետրից պակաս տեսանելիության պայմաններում։ Հիշեցնենք նաև, որ երկրաշարժերը, հրաբխի ժայթքումներն ու ցունամիները կլիմայից և եղանակից ուղղակիորեն կախված չեն և չեն համարվում եղանակային վտանգավոր երևույթներ։ Ավազի և փոշու փոթորիկներն առաջանում են ինտենսիվ քամիների պատճառով չորային տարածքներում, որոնք մթնոլորտում հավաքում են մեծ քանակությամբ գրունտային նյութեր։ Ըստ ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի՝ տարեկան մթնոլորտ է թափանցում մոտավորապես 2 տոննա ավազ և փոշի։ Ավազի և փոշու փոթորիկներն առավել հաճախ են տեղի ունենում անապատներում և չոր հողով շրջաններով։ Մերձավոր Արևելքում և այլ չորային շրջաններում դրանք կարող են հայտնվել երկու ձևով։ Խաբուբ արաբերենից թարգմանաբար նշանակում է ուժեղ քամի, առաջանում է ամպրոպային ճակատների ժամանակ, հաճախ ավազի կամ փոշու առաջ խաղացող պատի տեսքով, սակայն խաբուբը, ինչպես նաև ամպրոպային ճակատը երկար չեն տևում։ Ավազե փոթորիկների երկրորդ տեսակն ավելի երկարատև է և լայնամասշտաբ։ Դրանք կարող են տևել մի քանի օր։ Իրաքում նման փոթորիկները հաճախ կապվում են հյուսիսարևմտյան կայուն քամիների հետ, որոնք կոչվում են շամալ (արաբերենից թարգմանաբար՝ հյուսիս)։ 2022 թվականի ապրիլին և հունիսին Իրաքը և Պարսից ծոցի մյուս երկրների բնակիչներն ականատես եղան ապոկալիպտիկ նարնջագույն երկնքին՝ ավազի և փոշու փոթորիկներով։ Փակվել են նավահանգիստներ, օդանավակայաններ, ճանապարհներ և դպրոցներ։ Փոթորիկը հազարավոր մարդկանց շնչառական խնդիրներով հիվանդանոց տեղափոխման պատճառ դարձավ։ Նման փոթորիկները վտանգավոր են հատկապես ասթմա ունեցող մարդկանց համար։ Դրանք կարող են իրենց հետ տեղափոխել նաև տարբեր հիվանդությունների մանրէներ։ Փոշու փոթորիկները քշում տանում են հողի վերին սննդանյութերը
թմրանյութերով հարուստ փուխը և թեթև շերտը, նվազեցնելով հողի բերիությունը, ինչի հետևանքով էլ կրճատվում է գյուղատնտեսության արտադրողականությունը։ Վերջին տարիներին փոշու փոթորիկներն ավելի հաճախակի են դարձել Մերձավոր Արևելքում և Երկրագնդի այլ չորային շրջաններում։ Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային Չինաստանում, Մոնղոլիայում, Ղազախստանում, Ավստրալիայում, ինչպես նաև ԱՄՆ կենտրոնական հատվածում։ Մավրիտանիայում, որտեղ Սահարա անապատը կազմում է տարածքի 90%-ը, 1960-ականների սկզբներին տարեկան գրանցվում էր միայն 2 փոթորիկ։ Այժմ Օքսֆորդի համալսարանի մասնագետների գնահատականների համաձայն դրանց թիվը տարեկան հասնում է 80-ի։ Ըստ գիտնականների, ավելի հաճախակի դարձած փոշու փոթորիկները պայմանավորված են տարածաշրջանում ոչ կայուն գյուղատնտեսությամբ, կենդանիների գերարածացմամբ, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ և դրա հետ կապված տևական երաշտներով։ Այժմ հաստատված է, որ ավազի և փոշու փոթորիկները գլոբալ երևույթներ են, որոնք ազդում են տնտեսության, առողջության և շրջակա միջավայրի վրա։ Դրանք ուղղակիորեն կապված են հողերի դեգրադացիայի հետ և կարող են մեղմել հողերի կայուն կառավարման միջոցով։ Դիտարկումները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում տարեցտարի եղանակային վտանգավոր երևույթների թիվն ու ուժգնությունը մշտապես ավելանում են։ Գլոբալ տաքացման հետևանքով համակարգում ավելանում է ջերմային էներգիան, իսկ մթնոլորտի և օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է գոլորշիացման աճին, օդային և օվկիանոսային հոսքերի փոփոխություններին, ինչպես նաև մթնոլորտային ճնշման խախտումներին։ Արդյունքում մթնոլորտում խոնավության քանակը զգալիորեն ավելանում է, ինչը հանգեցնում է ավելի հաճախակի և առատեղումների։ Միաժամանակ ավելացող ջերմային էներգիան ուժեղացնում է փոթորիկները, քամիները և այլ ծայրահեղ երևույթներ, ձևավորելով ավելի ինտենսիվ և անկանխատեսելի եղանակային պայմաններ։ Օրինակ, հասարակածային և մերձհասարակածային կլիմայական գոտիներում օվկիանոսի մակերևույթային ջրերի բարձր ջերմաստիճանը մեծացնում է գոլորշիացումը։ Այս գոլորշին օդային հոսքերի հետ տեղափոխվելով դեպի արևադարձային լայնություններ առաջացնում է վտանգավոր արևադարձային ցիկլոններ և թայֆուններ, որոնք վերջին տասնամյակների համեմատ դարձել են ավելի հաճախակի ու ինտենսիվ։ Գլոբալ տաքացման հետևանքով նաև ավելի հաճախակի, տևական և ինտենսիվ են դառնում ջերմային ալիքները։ Ջերմային ալիքը 5 աջորդական օրը գերազանցող ժամանակահատվածն է, որի ընթացքում օդի միջին օրական ջերմաստիճանն առնվազն 5°C-ով գերազանցում է տարվա տվյալ օրերի կլիմայական նորման։ Ամենահեղինակավոր միջազգային գիտական պարբերականներից մեկում՝ բնություն ամսագրում, վերջերս հրապարակած ուսումնասիրության մեջ նշվում է, որ վտանգավոր ջերմաստիճանային անոմալիաները, որոնք նախկինում տեղի են ունենում յուրաքանչյուր 1000 օրը մեկ, այժմ գրանցվում են յուրաքանչյուր 2 օրից 250 օրը մեկ անգամ, այսինքն 4-ից 5 անգամ ավելի հաճախ։ Աշխարհի տարբեր հատվածներում տաքացման ազդեցությունը տարբեր կլինի։ Եղանակային անոմալիաները հասարակածում կդառնան ավելի ծայրահեղ, ինչը նշանակում է, որ ավելի աղքատ արևադարձային երկրներում չափազանց շոգ օրերի թիվը կավելանա 50 անգամ։ Իսկ առատ տեղումներով օրերի թիվը մոտ 2.5 անգամ։ Մյուս կողմից, Հարավային Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Չիլիում և Ավստրալիայում ավելի շատ կլինեն երաշտներ, ինչն այս երկրների և տարածաշրջանների բնակիչներին սպառնում է խմելու ջրի և պարենի սակավությամբ։ 2024 թվականի մարտ-հունիս ամիսներին Հնդկաստանում ջերմային ալիքներից մահացել է ավելի քան 110 մարդ, իսկ ավելի քան 40,000-ը տուժել ջերմային հարվածից։ Հունիսին ծայրահեղ շոգեր են գրանցվել նաև Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայում, խլելով 125 մարդու կյանք։ Սաուդյան Արաբիայի Մեքքայում սաստիկ և տևական շոգից մահացել է ավելի քան 1000 ուխտավոր։ Նույն ամսագրում հրապարակված մեկ այլ ուսումնասիրություն եզրակացնում է, որ մենք այժմ մտնում ենք մի դարաշրջան, որտեղ հաճախակի են դարձել ջերմային ալիքները, որոնք պարզապես չէին լինի առանց կլիմայի փոփոխության։ Օգտագործելով իրադարձությունների վերագրման վերլուծությունը, որը կապում է իրական իրադարձությունները կլիմայի փոփոխության հետ, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2020 թվականին Սիբիրում և Ավստրալիայում երկարատև ջերմային ալիքներն անհնարին կլինեին առանց կլիմայի փոփոխության։ Սիբիրյան ջերմային ալիքը հանգեցրեց անտառային զանգվածային հրդեհների, մթնոլորտ արտանետելով մոտ 56 միլիոն տոննա ածխաթթու գազ և մշտական սառույցի հալոցքի պատճառով ենթակառուցվածքների փլուզման, ինչը հանգեցրեց արտակարգ դրության հայտարարմանը։ Արտակարգ դրություն է հայտարարվել նաև Ավստրալիայում 2019 թվականի վերջից մինչև 2020 թվականի փետրվար՝ աննախադեպ շոգի հետևանքով առաջացած անտառային հրդեհների պատճառով։ Գիտնականները վերլուծելով 2023 թվականի հարավային կիսագնդի ձմռանը և գարնանը դիտված ջերմաստիճանի ռեկորդային տվյալները, եզրակացրել են, որ գրանցված ջերմաստիճանային ռեկորդները պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ։ Կարևոր է նկատի ունենալ, որ կլիմայական նորմայից եղանակային կարճաժամկետ շեղումներն ինքնին չէր կարող դիտարկվել որպես կլիմայի փոփոխություն։ Օրինակ, շատ ցուրտ ձմեռը չի նշանակում, որ կլիման ընդհանուր առմամբ դարձել է ավելի ցուրտ։ Կլիմայի փոփոխությունները բացահայտելու ու գնահատելու համար անհրաժեշտ են տվյալներ ավելի երկար ժամանակահատվածի կտրվածքով՝ մոտ 10 տարի և ավելի։ Ինչպես տեսանք, եղանակային անոմալիաներն ահռելի վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը և դառնում մարդկային զոհերի պատճառ։ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին Դանիել փոթորիկի հետևանքով տեղատարափ անձրևները թափանցեցին արևելյան Լիբիայի մի քանի շրջաններ։
Ամենաշատը տուժել է Դերնա նավահանգստային քաղաքը, որտեղ երկու հնացած ամբարտակների փլուզումից հետո ստեղծվել է աղետալի իրավիճակ։ Ջուրը ողողել է թաղամասերը և ավերել քաղաքի մոտ 1/4-ը։ Լիբիայի միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակը հայտարարել է, որ առնվազն 30,000 մարդ տարհանվել է, իսկ զոհերի թիվը հասել է առնվազն 11,300-ի։ Մարդկանց մեծ կորուստների հիմնական պատճառը ամբարտակի մոնիտորինգի կամ տարհանման հրամանների բացակայությունն էր, չնայած Դանիել Փոթորիկի հայտնի ճանապարհին։ Աղետից տուժածներին օգնելու աշխատանքները համակարգելու պետական կարողությունների բացակայությունը վատթարացրել է իրավիճակը։ Լիբիայի աղետը հաջորդել էր 2023 թվականին ամբողջ աշխարհում Չինաստանից մինչև Բրազիլիա և Հունաստան տեղի ունեցած աղետալի հեղեղներին։ Մյանմարի, Բանգլադեշի, Հնդկաստանի, Ֆիլիպինների և Հոնդուրասի զարգացող և դիմակայման ցածր մակարդակ ունեցող երկրներին հարվածող արևադարձային ցիկլոնները նախկինում նույնպես մեծ վնասներ են պատճառել և հանգեցրել մեծ թվով զոհերի։ Բնական աղետներին համարժեք պատրաստվելու համար ռեսուրսներ և քաղաքական կայունություն չունեցող պետությունները կրում են հսկայական մարդկային և տնտեսական կորուստներ։ 2023 թվականի մամուլում լուսաբանվել են Լիբիայում տեղի ունեցած ջրհեղեղները։ Զոհերի մեծ թվի պատճառով Աֆրիկայում մի շարք այլ ծայրահեղ իրադարձություններ դուրս մնացին միջազգային ուշադրության կենտրոնից։ Կարբոն Բրիև հետազոտական կենտրոնի կողմից աղետների հումանիտար զեկույցների և տեղական լուրերի վերլուծությունն օգնեց ստեղծել ավելի ամբողջական պատկերացում Աֆրիկայում 2023 թվականին ծայրահեղ եղանակային ազդեցության մասշտաբի վերաբերյալ։ 2023 թվականին Աֆրիկայում առնվազն 15,700 մարդ է զոհվել, իսկ 34 միլիոնը տուժել է վտանգավոր եղանակային անոմալիաների հետևանքով։ Հարավային Աֆրիկայի երկրները տուժել են ձմռանը մի քանի ամիս տևող ջերմային ալիքի հետևանքով։ Փետրվարին առնվազն 860 մարդ է զոհվել հեղեղների և սելավների հետևանքով Ֆրեդի արևադարձային ցիկլոնի ժամանակ, գրանցված ամենաերկարատև ցիկլոնի, որն ազդել է Մադագասկարի, Մոզամբիկի, Մավրիկիոսի, Մալավիի, Ռեյունիոնի և Զիմբաբվեի վրա։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ռուանդայում մայիսին տեղի ունեցած հեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 3000 մարդ։ Գիտնականները չկարողացան գնահատել կլիմայի փոփոխության դերն այս աղետի առաջացման հարցում, քանի որ տարածաշրջանում չկան գործող օդերևութաբանական կայաններ, որոնք գրանցում են տվյալներ։ Եթովպիայում, Սոմալիում, Քենիայում, Ջիբութում, Մավրիտանիայում և Նիգերում ավելի քան 29 միլիոն մարդ շարունակում է բախվել երաշտի անողոք պայմաններին։ Սարսափելի հեղեղն է պայմանավորված հորդառատ անձրևներով Ալժիրի Մսիլա նահանգի Բու Սաադա քաղաքում 2024 թվականին։ 2024 թվականի ապրիլին Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոն աղետալի հետևանքներ է ունեցել արաբական թերակղզու մի շարք երկրների, հատկապես Օմանի և Արաբական Միացյալ Էմիրությունների համար։ 2024 թվականի ապրիլի 16-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում տեղաց հզոր կարկուտ, իսկ Դուբայում առաջացան հեղեղներ։ Այստեղ 24 ժամում տեղումների քանակը կազմեց մոտ 200 մմ։ Արդյունքում հեղեղվել է մայրուղիներ ու տներ, խաթարվել են Դուբայի միջազգային օդանավակայանի թռիչքները։ Օմանում, որտեղ տարվա ընթացքում տեղումների օրերի թիվը մոտ 8-ից 10 օր է, 2024 թվականին երկու անգամ հեղեղ տեղի ունեցավ։ Առաջինը փետրվարի 14-ին, իսկ երկրորդը ապրիլի 14-ին։ Օմանում ապրիլին հորդառատ անձրևի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, այդ թվում 10 դպրոցական։ 2024 թվականի ապրիլի 14-ին եվրոպական մի շարք երկրներում օդի միջին ջերմաստիճանը գերազանցել էր ազգային ռեկորդները, գրանցելով մինչև +33 աշճան Ցելսիուս ջերմաստիճան։ Արկտիկական հզոր օդային զանգվածները ներթափանցելով Եվրոպա մեկ օրվա ընթացքում պատճառ դարձան եղանակային կտրուկ փոփոխությունների, ջերմաստիճանի կտրուկ անկման և ձյան տեսքով տեղումների։ Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր էր 5-ից 10 աշճան Ցելսիուս ջերմաստիճանով։ Օրինակ, Սլովենիայում ապրիլի 15-ին +28 աշճան Ցելսիուսից ապրիլի 16-ին դարձավ +3 աշճան Ցելսիուս, և մեկ օրվա տարբերությամբ ամռանը կարծես միանգամից փոխարինեց ձմեռը։ Ռուսաստանի հարավում և Ղազախստանի հյուսիսում 2024 թվականի ապրիլին հորդառատ անձրևներից և ձնհալից հետո գետերը դուրս են եկել ափերից։ Հեղեղումը վնասել է հազարավոր տներ, ավելի քան 200,000 մարդ տեղահանվել է Ուրալի և այլ խոշոր գետերի երկայնքով գտնվող քաղաքներից։ Ապրիլի 5-ին Ուրալ գետում ջրի մակարդակը հասել էր 9,6 մետրի, ինչը զգալիորեն գերազանցում էր ամբարտակի հաշվարկված սահմանը՝ 5,5 մետրը։ Հետագա օրերին ջրի հոսքը շարունակվել է հարյուրավոր կիլոմետրեր ներքև, առաջացնելով աղետալի հեղեղումներ։ Օրենբուրգի մարզում, որտեղ բնակվում է ավելի քան կես միլիոն մարդ, զգալի տարածքներ ջրի տակ են անցել։ Հեղեղումները հասել են հարավային Ուրալի և արևմտյան Սիբիրի շրջաններ, ինչպես նաև հյուսիսային Ղազախստան։ Հեղեղումներ են գրանցվել Օրենբուրգի, Կուրգանի, Սամարայի, Սարատովի, Ուլյանովսկի,
Քարքովսկի շրջաններում, Բաշկիրիայում, Մորդովայում ու Թաթարստանում։ Իշիմ գետը հեղեղել է հյուսիսային Ղազախստանի Պետրոպավլովսկ քաղաքը, առաջացնելով քաղաքի ջրի և էլեկտրամատակարարման խափանումներ, իսկ տարհանվածների թիվը գերազանցեց 113 հազարը, որից գրեթե 40 հազարը երեխաներ։ Հեղեղումների արդյունքում ջրի տակ է անցել ավելի քան 12,700 բնակելի շենք և 22 հազար կենցաղային հողատարածք։ 2025 թվականի հունվարին Կալիֆոռնիայում, հատկապես Լոս Անջելեսի շրջանում, մոլեգնել են իրենց մասշտաբով ռեկորդային հրդեհներ։ Հրդեհները սկսվել են հունվարի 5-ին և շարունակվել են ավելի քան 10 օր, պատճառելով մեծ վնասներ, այրելով ավելի քան 15,000 հեկտար տարածք, ինչի հետևանքով զոհվել է 27 մարդ, ոչնչացվել է շուրջ 15,400 տուն և տարհանվել է ավելի քան 105,000 բնակիչ։ Այս հրդեհների պատճառները դեռ հետաքննվում են, սակայն արդեն ակնհայտ է, որ բռնկմանը և տարածմանը նպաստել են կլիմայի փոփոխությունն ու մարդկային գործունեությունը։ Նախնական տվյալներով հրդեհների բռնկման պատճառ կարող էին լինել էլեկտրահաղորդման գծերի վնասումը, ինչպես նաև ամանորյա տոնակատարությունների ընթացքում հրավառությունները։ Բացի այդ, հրդեհների ուժգնությունն ու արագ տարածումը զգալիորեն պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ, որը հանգեցրել է երկարատև երաշտների և բարձր ջերմաստիճանների։ Տարածաշրջանում մոլեգնող բացառիկ ուժեղ Սանտա Անայի քամիները, որոնց արագությունը հասել է մինչև 100 մղոն/ժամ արագությամբ, նույնպես նպաստել են հրդեհների տարածմանը։ Այս քամիները, որոնք սովորաբար առաջանում են աշնանը և ձմռանը, կլիմայի փոփոխության հետևանքով դարձել են ավելի հաճախակի և ուժեղ։ Այս հրդեհները վառ օրինակ են, թե ինչպես կլիմայի փոփոխության և մարդկային անզգուշության համադրությունը ստեղծում է հրդեհների համար կատարյալ պայմաններ, ընդգծելով շրջակա միջավայրի պահպանման և կանխարգելիչ միջոցառումների ուժեղացման անհրաժեշտությունը։ Ջերմաստիճանային անոմալիաները ներառում են ռեկորդային բարձր ջերմաստիճան և վտանգավոր ջերմային ալիքներ, որոնց հաճախականությունը մեծանում է գլոբալ տաքացման հետևանքով։ Անտառային հրդեհները, շոգ, չոր պայմանները մեծացնում են անտառային հրդեհների վտանգը։ Գլոբալ ջերմաստիճանի աճին զուգընթաց որոշ շրջաններում անտառային հրդեհները կարող են ավելի հաճախակի և երկարատև դառնալ, սպառնալով մարդկանց և կենդանիների կյանքին մեծ վնաս պատճառելով նյութական արժեքներին։ Երաշտների դեպքում ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է գոլորշացման ավելացմանը։ Մակերևույթում ավելի քիչ խոնավության դեպքում երաշտի հաճախականությունն ու ուժգնությունը մեծանում են։ Արևադարձային ցիկլոնները, օվկիանոսի տաքացման և օդում խոնավության աճի հետևանքով արևադարձային ցիկլոններն ավելի առատ ու ինտենսիվ տեղումներ են առաջացնում։ Փոթորիկները, թայֆուններն ու արևադարձային ցիկլոնները մեծացնում են ափամերձ հեղեղների վտանգը։ Առատ տեղումների հետևանքով երկրի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ավելանում է գոլորշի ունակությունը և մթնոլորտը կարողանում է ավելի շատ ջրային գոլորշի պարունակել, ինչն իր հերթին հանգեցնում է ինտենսիվ անձրևների և այլ տեղումների առաջացմանը։ Հեղեղումները ավելի ինտենսիվ հորդառատ տեղումներն են, հաճախ գերազանցում են բնական և մարդու կողմից ստեղծված ջրահեռացման համակարգերի հզորությանը, հանգեցնելով հեղեղումների։ Ծովային ջերմային ալիքները։ Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել օվկիանոսում ծայրահեղ ջերմային ալիքների առաջացմանը։ Կորալներն ու ծովային կենդանիները հարմարեցված չեն այդ բարձր ջերմաստիճանին և կարող են մահանալ երկարատև ջերմային ալիքների ժամանակ։ Կանխատեսվում է, որ ծովային ջերմային ալիքներն ավելի հաճախակի և ինտենսիվ կլինեն երկրի տաքանալուն զուգընթաց։ Հայաստանի Հանրապետության տարածքում գնալով ավելի հաճախակի են դառնում եղանակային ծայրահեղ դրսևորումները, նկատվում է արտակարգ և վտանգավոր օդերևութաբանական երևույթների հետևողության ուժգնության և հաճախականության աճ։ Կլիմայական մոդելները կանխատեսում են օդի ջերմաստիճանի բարձրացում և տեղումների նվազում Հայաստանի տարածքի համար, ինչը կհանգեցնի երաշտների ավելի հաճախակիացման։ Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 30 տարիների ընթացքում ջերմային ալիքների միջին տևողությունը 1961-90-ական թվականների միջինի համեմատ աճել է 20%-ով։ Ջերմային ալիքների օրերի թվով առանձնանում է Երևան քաղաքը, ինչը պայմանավորված է քաղաքային ջերմային կղզու ազդեցությամբ։ Այս երևույթը բնորոշ է մեծ քաղաքներին և հանդիսանում է լրացուցիչ բացասական գործոն, որը մեծացնում է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջերմային ալիքների ինտենսիվությունն ու տևողությունը, որպես հետևանք բնակչության առողջության խոցելիությամբ։ Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում վտանգավոր օդերևութաբանական երևույթները շատացել են, այդ թվում ուժեղ քամիները, խոշոր կարկուտը և հորդառատ տեղումները։ Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված 2024 թվականի մայիսի 24-ից 26-ին Հայաստանի ողջ տարածքում դիտվեցին ինտենսիվ անձրևներ, որոնց առավելագույն քանակը գրանցվեց մայիսի 25-ի երեկոյան ժամերին և մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման և կազմել նորմայի 180-ից 230%-ը։ Տեղումները հատկապես ինտենսիվ էին Լոռի, Տավուշ մարզերում՝ 40-ից 55 մմ, որը կազմում է ամսական նորմայի
նորմայի 40-ից 60%-ը։ Շարունակաբար դիտված ինտենսիվ տեղումներով պայմանավորված Դեբետ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, նախորդ օրվա մակարդակի համեմատ ավելի քան 2 մետրով բարձր, որի հետևանքով հեղեղվել են շրջակա ափամերձ տարածքները, զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատվածների։ Արդյունքում մայիսի 26-ին գետերում գրանցվել է ջրի ելքերի վերջին 65 տարվա ամենաբարձր արժեքները։ 39 բնակավայր ճանաչվեց աղետի գոտի, վնասվեցին միջպետական ավտոճանապարհի հատվածներ, կապուղիներ, հեղեղվեցին բնակավայրեր, տարհանվեց ավելի քան 230 մարդ։ Ուսումնասիրելով բոլոր վերջին ծայրահեղ իրադարձությունները և հիմնվելով վերջին տվյալների վրա, Միացյալ Նահանգների օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը հաստատել է, որ կլիմայի փոփոխության հետ մեկտեղ հաճախակիանում են և սաստկանում են ծայրահեղ եղանակային պայմաններն ամբողջ մոլորակի վրա։ Ցամաքում և օվկիանոսում ռեկորդային ջերմային ալիքները, հորդառատ անձրևները, ուժեղ հեղեղները, երկարամյա երաշտները, անտառային հրդեհները և սաստիկ փոթորիկները դառնում են ավելի հաճախակի և ինտենսիվ։ ՆԱՍԱ-ի արբանյակներից ստացված տվյալների վերլուծությունն օգնում է հասկանալ եղանակային ծայրահեղ իրադարձությունների պատճառները և կարևոր տեղեկատվություն է տրամադրում դրանց արձագանքելու համար։ Այս ծայրահեղ եղանակային իրադարձություններից շատերը տեղի են ունենում մյուսների հետ համատեղ։ Որոշ վայրերում ջերմային ալիքներն ու երաշտները միասին ավելի հաճախ տեղի են ունենում, ինչը հավանաբար կշարունակվի մոլորակի տաքացման հետ մեկտեղ։ Նույնը վերաբերվում է հեղեղներին։ Հորդառատ անձրևներով պայմանավորված գետերի վարարումները, ուժգին փոթորիկները և ծովի բարձրացող մակարդակը կմեծացնեն հնարավոր վնասներն ափամերձ տարածքներում։ Ցավոք, եղանակային վտանգավոր երևույթները մեծամասամբ հնարավոր չէ կանխատեսել երկարաժամկետ կտրվածքով։ Եղանակի ճշգրիտ կանխատեսում հնարավոր է առավելագույնը 2 շաբաթվա կտրվածքով, այն էլ որոշակի հավանականությամբ։ Յուրաքանչյուր 14 օրը մեկ մթնոլորտը թարմանում է, և ըստ մթնոլորտի ֆիզիկայի օրինաչափությունների հնարավոր չէ ավելի երկար ժամանակահատվածի համար հետևել օդային զանգվածների տեղաշարժին ու վերափոխմանը։ Եղանակի կարճաժամկետ կանխատեսումը սովորաբար ավելի ճշգրիտ է լինում։ Հաջորդ օրվա համար եղանակի կանխատեսումը, որը տրամադրվում է օդեհութաբանական ծառայությունների կողմից, իրականանում է 96%-ով, 2 օր վաղօրը օգությամբ 93%-ով, իսկ 3 օրը 90%-ով։ Եղանակային վտանգավոր երևույթների հավանականության երկարաժամկետ կանխատեսումը դեռևս հնարավոր է միայն ընդհանրացված ձևով։ Օրինակ, Եվրասիայի հյուսիսում ներկայումս 20 տարի մեկ դիտարկվող ծայրահեղ բարձր ջերմաստիճանը 21-րդ դարի կեսերին կկրկնվի 3 անգամ ավելի հաճախ՝ 7 տարի մեկ։ Դարավերջին դրանք կարող են կրկնվել արդեն 3-ից 5 տարի մեկ, այսինքն ավելի բնորոշ երևույթ կդառնան։ Եղանակի կանխատեսման ժողովրդական հայտնի մեթոդները ոչնչով չեն կարող օգնել։ Անգամ մեր տատիկ-պապիկների ժամանակ այդ նախանշաններով կանխատեսումները ոչ միշտ էին իրականանում։ Բանն այն է, որ ներկայումս եղանակի հետ կապված ժողովրդական նախանշաններն ամբողջությամբ կորցրել են կապն իրենց առաջացման տեղանքի հետ։ Այլ կերպ ասած, նախկինում, երբ երեզան լեզվի ծաղկելը կապում էին սպասվող ցրտերի հետ, դա ճիշտ է Ռուսաստանի ինչ-որ շրջանի համար, սակայն մարդիկ անընդհատ տեղաշարժվում էին, հետևաբար իրենց հետ տեղափոխվում էին նաև նախանշանները, որոնք նոր վայրերում այլևս չէին գործում։ Միավորված ազգերի կազմակերպությունը խորհուրդ է տալիս կիրառել վաղ ազդարարման համակարգեր, որպես կլիմայի փոփոխության հարմարվողականության և կլիմայական ռիսկերի կառավարման հիմնական քայլերից մեկը, հատկապես եղանակային ծայրահեղ իրադարձությունների և ծովի մակարդակի բարձրացման դեպքում։ Նման համակարգերը կարող են օգնել ափամերձ տարածքներում հեղեղների գոտիների երկայնքով և գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքներին նախապատրաստվել և նվազեցնել արտակարգ իրավիճակների նկատմամբ դրանց խոցելիությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել համատեղել ջանքերը, որպեսզի մինչև 2027 թվականը երկրի յուրաքանչյուր մարդ պաշտպանված լինի վաղ նախազգուշացման համակարգերով։ Նա սկսել է վաղ նախազգուշացումներ բոլորի համար նախաձեռնությունը նոյեմբերին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխում կայացած կլիմայի փոփոխության համաժողովում։ ՄԱԿ-ը նաև գործարկել է կլիմայի ռիսկի և վաղ ազդարարման համակարգեր համագործակցությունը՝ օգնելու բարձր ռիսկային երկրներին, որոնք անտեսված են նախազգուշացման համակարգերի մշակման գործում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իր հերթին խորհուրդ է տալիս վաղ ազդարարման համակարգերի կիրառումը ջերմային ալիքների հետ կապված հիվանդությունների աճը կանխելու համար։ Ամփոփելով նշենք, որ պետք չէ ակադեմիկոս, կլիմայագետ կամ փրկարար լինել՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես վարվել եղանակային վտանգավոր երևույթների հետ։ Հարցի պատասխանը չափազանց պարզ է։ Պետք է սկսենք ինքներս մեզանից։ Պետք է ավելի զգոն լինենք, անտարբեր չլինենք։ Պետք է հետևել գիտական վերջին նորություններին, երկարաժամկետ ծրագրերի պլանավորման ժամանակ, օրինակ քաղաքաշինական նախագծերի կազմման ընթացքում հաշվի առնել ջերմային ալիքների հաճախակիացման հնարավորությունն ու կանաչապատման միջոցով մեղմել այդ երևույթի ազդեցությունը։ Չանտեսեք կլիմայի փոփոխությունները հաշվի առնելու կոչերը։ Պետք է ավելի խիստ լինենք ինքներս մեր հանդեպ, փոխենք մեր սովորությունները, օրինակ սկսենք էներգիան ու ջուրը խնայողաբար օգտագործել։ Կարևոր է իմանալ ինչպես վարվել եղանակային աղետների դեպքում, օրինակ ինչպես առաջին օգնություն ցուցաբերել մարդուն, որը շոկից ուշագնաց է եղել։
Կա մի քանի լավ օրինակ փոթորիկների, վնասների և ավերիչ ազդեցությունների նվազեցման համար։ 2017 թվականին Բարբուդայում Իրմա փոթորիկն առաջացրեց գույքի հսկայական կորուստներ, և Կարիբյան կղզու բոլոր 2000 բնակիչը տարհանվեց հարևան Անտիգուա։ Համաշխարհային հարմարողականության հիմնադրամի $10 միլիոն ֆինանսական աջակցությամբ Անտիգուան և Բարբուդան 2017 թվականին իրականացնում են կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիր։ Ծրագիրը կոչված է ընդունելով ինտեգրված մոտեցում օգնել ափամերձ Մակ-Կինոնին ջրաբաժանի ամենախոցելի համայնքներին բարձրացնել դիմացկունությունը հեղեղների, փոթորիկների և ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ։ Միջոցառումները ներառում են ջրահեռացման, բնական համակարգերի և կլիմայական պայմաններին համապատասխանող ապաստարանների վերականգնում՝ հեղեղների և աղետների ռիսկերը նվազեցնելու համար, մասնավորապես բնական դրենաժային և ջրահեռացման համակարգերի վերականգնում՝ մաքրելով, ընդլայնելով և խորացնելով դրենաժային ջրանցքները և հեղեղատարների բնական չափերը։ Այս միջոցառման նպատակն է հզորացնել ծայրահեղ ուժգին անձրևներին և փոթորիկներին դիմակայելու կարողությունները, կլիմայական պայմաններին համապատասխանող տների կառուցում, ապահովելով նորարարական ցածր տոկոսադրույքով շրջանառվող վարկային ծրագրի հասանելիությունը։ Այս միջոցառումը օգնում է խոցելի տնային տնտեսություններին պաշտպանվել կլիմայական պայմաններից։ Անվտանգության կանոնները փոթորիկի, ուժեղ քամու պտտահողմի ժամանակ։ Պետք է փակել դռները, լուսամուտները, օդափոխության անցքերը, պատուհանագոգից ու պատշգամբներից հեռացնել այն առարկաները, որոնք քամին կարող է քշել և տանել, անջատել գազը, ջուրը, էլեկտրականությունը վառարաններում և բուխարիներում, մարել կրակը, նախապատրաստել սննդի և խմելու ջրի պաշարներ, ձեռքի տակ պահել առաջին անհրաժեշտության իրերը և փաստաթղթերը, պատսպարվել նկուղային տարածքում կամ պաշտպանիչ կառույցի ներսում։ Փոթորիկի ուժեղ քամու պտտահողմի անսպասելի հարվածի դեպքում անհրաժեշտ է տանը լինելու դեպքում հեռանալ պատուհաններից, մնալ տանը և պատսպարվել անվտանգ վայրում, որպես ամենից ապահով ապաստարան կարող են ծառայել նկուղները կամ շենք-շինությունների առաջին հարկերը։ Փողոցում լինելու դեպքում վատ եղանակից պատսպարվել գետնանցումում, խանութում, շենքի շքամուտքում, մետրոյում, բնական թաքստոց գտնել, պառկել հատակին և ամուր սեղմվել հողին, հեռու մնալ գովազդային վահանակներից, ավտոբուսի կանգառներից և ծառերից։